դուք հիմա ինչ տրամադրվածություն եք, ելքը որն է։ Մենք բոլոր դեպքերում պետք է խնդրեմ Միքայել Աջապայանի բոլոր այսպես ասած մտերիմ մարդկանց, ովքեր իր վրա ազդեցություն են ինչ-որ իմաստով խորհրդի եւ այլ, պետք է խնդրենք, որ ինքը հետ կանգնի իր մերժումից եւ միանա անցնա մեր խնդրանք առաջարկությանը եւ մենք գնանք այդ ճանապարհով 6 ամսով, 7 ամսով դառնա վարչապետ, այսինքն գնանք 26 թվականի ընտրություններին հնարավորինս լեգիտիմության բարձր աստիճանով եւ հետո ինքը գնա նորից իր հոգեվոր եւ իհարկե իրավական գործընթացները չափածություն, որ ինքը իր արածը դատապարտելի է եւ պետք է պատիժ կրի։ Ես չգիտեմ եթե ոչ ամբողջական կախավարկածն եմ ես բան խախտում իրավունքն եմ խախտելու ոչ էլ բան է դա։ Ամեն դեպքում հարցազրույցի ժամանակ կարողաց հայտարարությունը եւ որևէ իր մասնակցությամբ փաստեր, որ ինչ որ բան է ծրագրել եւ արել մեղադրանքում այլ ուրիշ բան ինֆորմատիվի հայտարարություն անում է շարքային մեկը ուրիշ բան որ հայտարարություն անում է մարդ, որ իրեն մեծ լսարան ունի։ Բայց արել տարեկես առաջ դատախազությունը հիմա ինչ է։ Ես չեմ մեղադրում, ես չունեմ մեղադրելու։ Ես նաեւ իրավաբան չեմ, այդպես գնահատականներ տամ։ Թող այդ ամենը պարզվի։ Ես քաղաքական բաներով եմ գնում։